Հարգելի գործընկերներ, մենք արդեն ստանում ենք ձեր հաշվետվությունները, դրանք իհարկե ամբողջությամբ կամ մասամբ լրացված են, բայց կան որոշակի տենդենսներ, որի մասին ուզում եմ միասին խոսենք։ Սա էջարքի առաջի բացատրությունն է, դրանից հետո նորից եմ լինելու, խնդրում եմ լինել ուշադիր այդ մասով։ Ուրեմն մենք դիտարկում ենք պատմության մեթոդմիավորման օրակարգի եւ որոշումների համեմատությունը։ Առաջի օրակարգի հարցն է հանձնախմբի կամ մեթոդական միավորման օրակարգի հաստատում։ Որոշում կա հաստատել մեթոդմիավորման օրակարգը համապատասխանում է մեր ուրեմն պահանջված ձևին, այսօր ամեն ինչ նորմալ է։ Ավելի երկար կկանգնենք երկրորդ հարցի ուրեմն քննարկման վրա։ Ուրեմն նախորդ նիստի որոշումների կատարման մասին։ Նախ եւ առաջ մենք նախորդ նիստի որոշումները պետք է ուսումնասիրենք եւ տեսնենք արդյոք այդ որոշումներում կա հանձնարարական հաջորդ ամսվա ընթացքում որոշակի գործողություն իրականացնելու մասին։ Եթե այդպիսի որոշում կա, այդ որոշումները պետք է դուրս գրենք, պլանավորենք դրանց կատարումը, ունենանք կատարողներ, ունենանք ժամկետներ եւ կատարենք այդ աշխատանքները։ Իսկ եթե մենք չունենք այդպիսի հանձնարարություն մեթոդմիավորման որոշման մեջ, հետեւաբար նաեւ այս հարցի զեկուցման ժամանակ ուղղակի մեթոդմիավորման նախագահը տեղեկացնում է, որ մենք որևէ աշխատանք նախորդ մեթոդմիավորման նիստի ընթացքում նախորոշում չենք կայացրել, հետեւաբար զեկուցելու ոչինչ չունենք։ Իսկ եթե կա զեկուցելու որոշում, նախ եւ առաջ մեթոդմիավորման նախագահը մեթոդմիավորման անդամներին պետք է ներկայացնի այդ որոշումները, որ օրինակ գնահատման սեմինարից մասին մեր որոշման մեջ նշված էր, որ կան ուսուցիչներ, ովքեր դեռևս գնահատումը լիարժեք համապատասխան չեն իրականացնում, հետեւաբար մեթոդմիավորումը որոշում է այս ուսուցիչների համար կազմակերպել մեթոդական աջակցություն, կատարել դասալսումներ, գնահատել աշխատանքը եւ ապահովել կարգի մեթոդաբանության ճիշտ իրականացումը, դրա մասին զեկուցել, ասենք նոյեմբեր ամսվա մեթոդմիավորման նիստում։ Մենք էլ պլանավորել ենք աշխատանքը, այս աշխատանքներն ենք իրականացնել, ունեցել ենք այսպիսի արդյունք, ասենք հաջողել ենք կամ չենք հաջողել, այսինքն մենք զեկուցում ենք այն աշխատանքի մասին, որը մեզ հանձնարարված էր կատարել։ Հետևաբար նախորդ նիստի արձանագրությունները պետք է կարդանք։ Հիմա նայեք, այս հարցի վերաբերյալ ես իրական ձեր այս վերջի հաշվետվություններն էի նայում եւ այդտեղ գրած է օրակարգի հարցը երկրորդ նախորդ նիստի որոշումների կատարման մասին եւ կա որոշում ի գիտություն համարել նախորդ նիստի կատարած բոլոր աշխատանքները։ Նախ արդեն բովանդակությունից երևում է, որ այստեղ ուղղակի ինչ որ մի բան գրել են, որպեսզի համարվի գրված։ Սա շատ սխալ ձևակերպում է։ Նախ ի գիտություն պետք է վերցնել մեթոդմիավորման նախագահի զեկուցումը, ոչ թե կատարված բոլոր աշխատանքները։ Երկրորդը մենք պետք է անպայման ներկայացնենք, թե որ աշխատանքների մասին էր խոսքը, օրակարգի որ հարցերի մասին էր խոսքը, որպեսզի հետո պատկերացնենք, որ այդ հարցերում նշված գործողությունները իրականացվել են։ Հետևաբար որպես խնդիր այստեղ նշված է, օրինակ որոշման մեջ չի պարունակում տեղեկատվություն, ինչ որոշումներ են կայացվել, որոնց մասին զեկուցել է մեթոդմիավորման նախագահը, ինչ է կատարվել, ինչ աշխատանքներ են կատարվել, որը չի կատարվել, հնարավոր է ինչ-որ տեխնիկական, ծանրաբեռնվածության, հազար մի պատճառ կա օբյեկտիվ, այդ պատճառով, ասենք, որոշակի աշխատանքներ չեն կատարվել եւ հետագայում են կատարելու։ Որոնք են ապացույցները, ինչ ապացույցով եք դուք ընդունում, որ այդ աշխատանքները կատարվել են եւ զեկուցումը համարում եք ի գիտություն։ Եվ ինչ հանձնարարություն կա չկատարված,
մասի համար, այսինքն եթե որևէ գործողություն, որ պետք է կատարվել, չի կատարվել, հիմա ինչ ենք անելու, համարենք ոչինչ չկատարված, էլ չշարունակենք այդ գործընթացը, այդպիսի բան էլ է հնարավոր, նայած թե ինչի մասին է խոսքը, թե ասենք տանք լրացուցիչ հանձնարարություն եւ մեր որոշման մեջ կլինի իգիտություն վերցնել մեթոդ միավորման նախագահի զեկուցումը եւ հանձնարարել այսինչ հարցի հետ կապված խնդրի կարգավորման վրա աշխատել, ցուցաբերել էլի մեթոդական օգնություն եւ ինչ որ լրացուցիչ բաներ, ինչ որ հարմար է գտնում մեթոդ միավորումը եւ զեկուցել օրինակ դեկտեմբեր ամսվա մեթոդ միավորման նիստում։ Հետևաբար գնահատման այս բաղադրիչի բովանդակությունը շատ թույլ է եւ ձևական, որը կարդացել է դպրոցի տնօրենը, չի ուղղել եւ որպես հաշվետվություն ներկայացրել է նախարարություն, որով հաստատում է, որ ինքը այդ ձևակերպման հետ համաձայն է։ Հիշում եք, ես անընդհատ ասում եմ, որ բոլոր դպրոցի բոլոր աշխատակիցների աշխատանքի պատասխանատուն դպրոցի տնօրենն է։ Այս բոլոր թերությունները ինքը անձամբ պետք է ստուգի, հասկանա, տա ուղղել։ Հետևաբար ինքը պետք է նոյեմբերի վերջում անպայման այս արձանագրությունը կարդար, հասկանար այս խնդիրը, այդ ձևով համեմատել ինչպես ես ու համապատասխան եզրակացություն աներ, համապատասխան փոփոխություն տալ։ Մենք հիմա սովորում ենք այս հաշվետվությունների միջոցով, այս համատեղ աշխատանքի միջոցով։ Ես չեմ ուզում ստեղծեմ ավելորդ լարվածություն։ Ես ուղղակի ընդգծում եմ, որ սա խնդիր է եւ այդ խնդիրը պետք է վերացնել եւ բացատրում եմ ձեզ վերացման ուղիները։ Որոշ ժամանակ անց ես ձեզ կներկայացնեմ այս մեթոդ միավորման օրակարգի մյուս հարցերի մասին իմ բացատրությունը։